Ողջույն, Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Արամ Ավետիսը, ում հետ կխոսենք մի շարք հարցերից, որի մասին հուսանք դեռ որևէ տեղ չի խոսել։ Ողջույն Արամ։ Ողջույն։ Ոնց ես, ոնց է օրդ սկսվել։ Ինչպես միշտ այս քաղաքում անհետաքրքիր։ Արամ, շատ ես։ Չհաշված ինձ թվում է այս հանդիպումը։ Երբ անից քեզ քաղաքը անհետաքրքիր դարձավ։ Երբ որ սկսեցի առանց ծնողներիս քայլել քաղաքում երևի, որտեվ իրենց հետ որ քայլում ես ինչ-որ բաներ են պատմում, բաներ են ցույց տալի, հա, դաժե անհետաքրիր բաներ ինչ-որ հետաքրքիր կողմից են ցույց տալիս։ Այդ ժամանակ էլի սկսեց այդ անհետաքրիր թվալ։ Ուրիշ քաղաքում ապրելու մասին մտքեր ունես։ Հա, բայց ինձ թվում է վերջին հաշվով ես որ իմ հետ իմ ճարտարապետությունը մեկը ներքին տանում, ամեն տեղ էլ նույն անհետաքրությունը մի պահ ինձ բան անում, էլի շրջապատում է, բայց երևի վերջի ամենագեղեցիկ ու իմ քաղաքը եւի Պետերբուրգն էր որ եղա։ Բայց կապրեիր այնտեղ։ Սիրով։ Միշտ մշտական։ Հա, սիրով։ Ես միջավ այդ հայրս քան որ Չեխիայում ապրում, Պրագայում եմ եղել, ինձ թվում էր Պրագան տենց ավելի իմ քաղաքն է, բայց հետո հասկացա, որ Պետերբուրգը ինձ ավելի հոգեհարազատ Պետերբուրգ։ Լրիվ մշակութային քաղաք է, գրականությանը շատ սերտ կապ ունեցող քաղաք է, էլի։ Լրիվ գրականության քաղաք է։ Այդ առումով ինձ թվում է բան է, էլի։ Նու ինձ հոգեհարազատ է ամենայն դեպս։ Քեզ շատ ես հիշում փոքր ժամանակ։ Ավելի շատ փոքր ժամանակ եմ հիշում, քան մեծ ժամանակ։ Իսկ ու շատ ես խոսում հետդ։ Այն փոքրի հետ, հա, իհարկե։ Ճիշտ ինքը մահացել է, բայց ես մեռելներ ետել եմ սիրում։ Ավելի շատ մեռելներ հետ կան որ սիրում շփվել, դե համար իմ մահացած երեխայի հետ դաժան մահացել է թե սպանել ես։ Չէ, մահացել է։ Ես այդ բանը չունեմ, այդ երեխա սպանելու մոլուցք չունեմ էլի մեջ, բայց չէ, մահացել է։ Մահացել է, բայց հետաքրքիր է, որ ինչպես իմ շատ սիրած մեռելները իրենք կենդանի են, այդ ինքն էլ է կենդանի, էլի։ Ընդհանրապես շատ ես փոշմանում, երբ որ հիշում ես ինչ-որ բաներ։ Ինձ հետաքրքիր է, որ ես վերջերս հասկացա, որ ես շատ վատ հիշողություն ունեմ իրականում։ Որտեվ հիշում եմ մենակ իմ սիրած գրքերը ու գրողներին, մեկ-մեկ ինձ ասում են, ոնց ես հիշում, բայց դա սիրում եմ երևի ու այդ առումով մնացած ամեն ինչի հանդեպ ոնց որ հիշողությունս չի հերիքում ու դրա համար մեկ-մեկ ինչ որ բաներ հիշում եմ, եթե բախտես բերում է հիշում եմ ու կարամ փոշմանեմ, բայց մեծ մասամբ ոնց որ տենց շատ շուտ մարկանց անուններ, հարաբերություններ, նույնիսկ հիշում եմ որ մի աղջիկ էր դուրս գալի, գրախանութում էի ծանոթացել, տենց շատ կարճ էր մեր շփումը, չգիտեմ կարող մի ամիս, երկու ամիս, հետո մի տարի հետո ես փողոցում այդ աղջկան հանդիպեցի, ասացի բարև ձեզ, այն տպավորությամբ ես հիշում էի դեմքը, որ ինքը իմ գրախանութի կլիենտ է եղել, բայց լրիվ արդեն մոռացել էի, որ ինչ որ մի շփում կարելի ասել զգացմունք ա եղել էլի։ Իսկ տխրում ես այդ ժամանակ, որ բռնացնում ես քեզ այդ մտքը։ Իր համար, իմ համար չէ։ Իսկ ուրիշի համար տխրում ես ինչ որ հետո քայլեր ձեռնարկում ես, որ էլ չտխրի։ Ուրիշը չտխրի։ Չէ, ուրիշը հենց դրա համար է էլի, որ տխրի։ Մարդիկ տխրելու համար են։ Մարդիկ տխրելու համար են, հա, դե բա ինչ։ Հրաշքներին հավատում ես։ Ինչ տիպի հրաշքների։ Ինչը քո համար հրաշք է համարվում։ Եթե վերաբերում է գրականությանը, հավատում եմ, որովհետև երբ որ կարդում եմ իմ սիրած հեղինակների գործերը, ես միշտ դրա մասին անդադ խոսում եմ, որ այդ երբ որ Աստծո լինել չլինելուց են քննարկում արդիկ, ես էլի գրականության միջոցով եմ ոնց որ հավատում Աստծուն, այսինքն երբ որ մի ֆանտաստիկ գործ եմ կարդում, ոնց որ չհավատամ, որ դա կարամ ուղղակի մարդը գրի իր մեջ ռեսուրսով, ինչ որ տենց կերպնական բան եմ պատկերացնում, տենց հավատում եմ։ Իսկ եթե կյանքում չէ։ Եվ իմ միակ հրաշքը որ կա, որ մարդիկ մահանում են, մի օր կան ու մի օր չեն լինում։ Իսկ ծնվելը։ Ծնվելը հրաշք չէ, իմ կարծիքով։ Մանավանդ որ տեսնում ինչ մարդիկ են ծնվել էլի։
Օրինակ հետաքրքիր է, չէ՞, որ ասում են, որ բանի մեջ այդ սերմից միշտ ընտրվում է ամենաուժեղը, չէ՞, որ ծնվում է։ Ու մարդիկ կան, որոնց նայում ես, ասում ես, եթե ես իր հոր ամենաուժեղ սերմն էր, պատկերացնում եմ ամենավատը ինչ ա եղել էլի։ Չէ՞, դա համար հրաշքներին ծնունդի առումով չեմ հավատում։ Իսկ ընդհանրապես անկեղծ ես մարդկանց հետ, օրինակ այտենց քո ասած մարդկանց ես հանդիպում, որ մտածում ես ընդհանրապես ինչի են ծնվել, բայց պիտի շփվես ինչ-որ գործի բերումով կամ, չգիտեմ, պիտի շփում լինի իր հետ։ Ոնց ես շփվում։ Դե եթե վատը հնչում, բայց եթե շահուն եմ, շփվում եմ էլի։ Շահը տարբեր է լինում։ Ուզում եի հարցնել ինչ է շահը քո համար։ Տարբեր, չգիտեմ, գործնականն է, տենց է պետք, ես եմ զգում, որ տենց է պետք։ Դե իրականում բոլորս էլ այդ դիմակներով անցնում ենք էլի։ Այդ աստիճաններ են դիմակներ էլի։ Տենց շատ երևի մարդը բան պիտի լինի, քառակուսի պիտի լինի, որ դիմակներ չունենա, որտեվ դիմակ ունենալը լրիվ նորմալ բան է էլի։ Պրոստը դիմակներին էլ որակ կա։ Դա արդեն ընտրում ես։ Դե հա, դե Ու մարդը ունակ է ընտրել Իհարկե, հա։ Չէ, ունակ չի, իր ներքին տաղանդից է, որտեվ քո, ասենք, կարող տաղանդը այնքան է, որ քեզ հասնում, ասենք 5 դիմակ։ Դու այդ 5-ի մեջ ես տեղավորվում։ Մարկը ունի 50 դիմակ։ Տաղանդից է, էլի, ոնց որ դերասաններ կան, չէ՞, օրինակ տաղանդավոր դերասաններ կան, մի դերի համար են լավ։ Դա նմանատիպ։ Օրինակ ասենք Տոմ Հենքսը իմ համար միշտ այնց տապոր ամերիկացի, ինքը լավ դերասան է, բայց այնց միշտ։ Բայց օրինակի համար կան, չեմ ասենք Դիկաբրոյի պես, ասենք կամ չգիտեմ, Դենիել Դե-Լուիսի պես դերասաններ, որոնք այնց նույնը մարդիկ էլի։ Մարդիկ ոնց որ մի դերի համար են էլի։ Հարմար։ Արամ հարցազրույց էի նայում, որի ժամանակ դու դեռ սոցիալական ցանցում ու գոնե Instagram-ում ակտիվ չէիր ու հետաքրքիր զրույցը դրա մասին տենց ահագին խորացան, որ դու ակտիվ չես սիրում ու հիմա բավականին ակտիվ ես ու բավականին երևի նաև Instagram-ից հետո ենթադրում եմ, չգիտեմ կարդացողները, բայց քեզ ճանաչողները հաստատ ավելի շատացան։ Բայց նաև դրանից շատանում են քննադատությունները, որովհետև ուզես թե չուզես ինչ-որ բաներ բացահայտվում են մարդկանց համար։ Ոնց ես վերաբերվում, եթե ընդհանրապես վերաբերվում ես այդ ամեն ինչին։ Ոնց է վերաբերում մարդկանց, ովքեր են բացասական են նայում։ Կարող է եւ դրականն էլ է մեկ-մեկ։ Ես դրա մասին չեմ մտածում։ Իմ համար Instagram-ը տեղ է, որտեղ ես իրեն օգտագործում եմ ինձ որպես սևագիր։ Իսկն ես ստեղ դնում եմ այն ինչ որ որտեղ ես հիշում եմ ինչ Instagram-ը այդ ժամանակահատվածում լիքը մտքեր ունեի, որ կարայի գրեի, բայց քանի որ տենց հավես չունեի, կարելի ասել չեմ ինչ որ որտեվ ես աչքի չեմ ընկնում էլի տենց այդ առումով աշխատասիրությամբ, բայց հիմա աչքի եմ ընկնում, որտեվ ինչ որ միտք որ գալիս է, ես միանգամից դա ոնց որ գրի եմ առնում, իհարկե նաև տենց որպես արխիվ ինչ որ միտեղ պահում եմ, որ հանկարծ Instagram-ը եթե մի օր ջնջվի, այդ ամենը չկորի, ես իրեն օգտագործում եմ որպես իմ համար էլ եմ ասում սևագիր, այսինքն սևագիր չասեմ, օրագիր ավելի շուտ էլի, օրագրային իմ օրվա մտքերը տեղ դնում եմ էլի։ Օրագիր, որ շատ մարդ է կարդում, բայց Հա, դե այդ առավելությունը երևի Instagram-ի հետ է, որ այդ օրագիրը այո շատ մարդ է կարդում, ոմանք հետաքրքրվում են, ուզում են գնան քո գիրքը ձեռք բերեն կարդան, ոմանք քեզ ավելի չեն սիրում դրանից հետո, դա լրիվ նորմալ բան է, էլի, այդ ընթացքա։ Իսկ հենց կարդացողները շատացել են։ Դե դա երևի պիտի հասկանամ գրքի վաճառքից երևի։ Արձագանքներից կամ գոնե։ Դե նայած մարդիկ կան, գիտեք ինչ, եթե այնտեղ օրինակ կա հնարավորություն, երբ որ դու տեսնում ես քանի հոգի է դիտել։ Կան դիտում կարող է լինի, չգիտեմ, այնպես պրիմիտիվ բան ասեմ, չեմ ասում 10 լայք, բայց տեսնես, որ ասենք 5000 դիտում ունի։ Դե հիմա մարկա կարող է չի դնում, մարկա կարող դուր չի գալի, իսկն այդ քանակությունը ոնց որ ավելի նայում ես բանով, էլի։ Իր այդ օրվա դիտման քանի անգամ է դիտել կամ քանի հոգի է դիտել։ Այդպես մեկում մեջ որ նայում եմ, տեսնում եմ ահագին մարդ է, էլի։ Ու համենայն դեպս ժամանակակից գրականության համար ու այն գրականությանը, որը ես եմ ստեղծում, ինձ թվում է ահագին է դա։ Ընդհանրապես ազդեցություններ ունես շատ, որոնք որ տենց ուսուցչի դեր ունեցել քեզ համար։ Համաշխարհային գրականության։ Ընդհանրապես կարող է գրականության հետ կապել չունենա։ Ենթագիտակցության մակարդակի վրա իհարկե։ Իստոմա եթե դու ուզում ես դառնալ գրող, չես կարող անհաղորդ անցնես այն հեղինակների կողքով, ովքեր մեծ են, այսինքն, նու գոնե թե քո համար են մեծ են, այսինքն այդ պիտի ուրեմն ինչքան բան լինես, ինչ որ չգիտեմ
դառը մարդ լինես, որ կանցնես այդ մեծերի կողքով ու դե չզգաս էլի։ Հիշում եմ, որ մի հատ հետաքրքիր ամերիկացի հեղինակ է, Բարթլմին ուրիշ է, որ ասում էր, որ երբ որ ես սկսեցի գրել, ես դեռ չէի կարդացել Հեմինգուեյ, այդտենց ասում է, հետո ասում է ես բացահայտեցի Կաֆկային, ասում է ոնց կարաս ասում է դառնաս գրող, եթե դու Կաֆկային չգիտես, հետո ասում ես բացահայտեցի, չգիտեմ, Տոլնի Մելվիլին, չգիտեմ, այդտենց անուններ է տալի, ու ասում է, երբ որ վերջում ասում է ես հավաքեցի, ասում է իմ բոլոր հայրերին, այդտենց ասում է այդ ժամանակ ես ծնվեցի որպես գրող, այսինքն միջև դու այդ թիմը չհավաքես ու այդ մարդիկ քեզ չձևավորեն, դու առաջին հերթին ինչքան էլ դա պարադոքսալ է, դու ուրիշի ձայնի միջոցով ես գտնում քո ձայնը։ Որտեվ այդ ձայնը երբ որ քո մեջով անցնում է, այդ ժամանակ ինքը արթնացնում է քո ձայնը, մեր ես օրինակ զգացել եմ ժամանակակից մեր հայ գրականության մեջ բանը կա, այդ բանը Չուկչայի փիլիսոփայությունը կա, որ ասում է Չուկչան ընթերցող չի, Չուկչան գրող է։ Չուկչան ինչի մասն է գրում, ինչ տեսնում է ձյան մասին, ձյուն գրում է, դա էտա տեսնում, էտա գրում։ Այդ գրականության մեջ դա չի աշխատում։ Ես չգիտեմ մեծ գրողի, որ օգտագործեմ այդ այլանդակ բառը, այլանդակ կարդացած մարդ չի եղել։ Վերջերս նույնիսկ Չուկովսկու տուն թանգարան էի գնացել ու գրադարանում Սայաթնովայի բանաստեղծությունները գտա ռուսերենով, տենց ինչ շատ հուզեց այդ փաստը, չի կարա մարդը գրականությունով զբաղվի ու շատ կարդացած չլինի։ Չուկչան կարա, բայց կյանքը, մարդկանց քաղաքը այդքան կռիվ չունենա իր այդ ամեն ինչի հետ։ Գրականությունը երևի ուրիշ ձև կլիներ, չէ՞։ Կամ էլ չի գրի։ Այսինքն գրողի համար ամենաիդեալական վիճակն է չգրել ինձ թվում է, որ արդեն ինքը այնքան է ասել, այնքան է արտահայտվել, որ արդեն ոնց որ ինքը իրան ու իր բառերին հանգիստ է թողնում էլի։ Այդ ամենա երևի լավ վիճակն է։ Դե համար ես օրինակ բան կա, չէ, այտենց մի հատ իսպանացի գրող կա, Էնրիկե Վիլա Մատասը, դա շատ կարևոր գիրք է, այդ գրքի մասին միշտ առիթ որ լինում է խոսում եմ, այդ գիրքը հենց մի գիրք ունի, կոչվում է Բարտլբիի կամպանիա, այտենց է կոչվում, որտեղ վերցնելով Հերման Մելվիլի պատմվածքներից մեկը, Բարտլբի պատմվածքը, որտեղ գլխավոր հերոսը անդադ ինչ ասում է, ես նախընտրում եմ հրաժարվել, գրում եմ մոտավորապես 80 իրական եւ ոչ իրական գրողների մասին, որոնք մի պահ որոշում են հրաժարվել գրականությունից, լինելով մեծ գրողներ։ Ու սկսում է հենց Սոկրատեսից, մարդ որ երբեք չի գրել, ու մենք ինչ գիտենք Պլատոնից, հենց չգիտենք Պլատոնը առացի ամեն ինչ ասելա, թե դա ավելի շատ Պլատոնն է դրա մեջ, Արտուր Ռեմբո, այդ բանը Խուան Ռուլֆո, Պեդրո Պարամոյի դա հայտնի վեպը, որ ինքը այդ մի վեպն է գրել, մեկ է մի պատմում, այսինքն գրողներ, որոնք մի պահ իրոք հրաժարվում են գրականությունից, որտեվ գրողը ինչի որ անդադ պետք է գրի էլի, իսկ թվում է գրողը հենց այնա, որ ամենաշատը պիտի տեղին լռի էլի, դա իմ համար ինձ թվում է գրողը, իսկ երբ որ դու տեղին չես գրում, դառնում է գրականություն։ Իսկ կգա քո կյանքում տենց բա, քո կարծիքով։ Տանում ես դրան նկատի ունեմ, թե թողնում ես ոնց կգնա։ Չեմ մտածում դրա մասին, բայց եթե գա էլ հիմա տենց կան չէ մեծ սպորտսմեններ կան բանը, մեկ էլ ասենք իմանում ես, չգիտեմ, օրինակ Մոհամեդ Ալին, չգիտեմ, ասենք Պարկինսոն ուներ, դե հիմա սաղ կյանք այդ մարդը բոքսով չէ զբաղվելու, այսինքն մեկին կարող պարարիչ խփի, մեկը կարող ինչ որ մի պահ կարա ամեն ինչ լինի, էլի։ Ու մենք չենք որոշում էլի, բայց եթե գիտակցաբար գամ դրան, այդ էլ կարա լինի հանգիստ, որ դու հասկանաս, որ տենց արդեն վերջ էլի։ Կային որ ֆուտբոլիստներ կան, ասում են կարիերան ավարտում է, տենց կարաս որոշես, որ կարիերատ պիտի ավարտես էլի։ Արամ գաղտնիքներ ունես, որ իհարկե ինչ որ բաներ չես ուզենա որ իմանան, բայց որոնք որ տենց վախենում ես, որ մարդիկ իմանան։ Ես էլ եմ ասում, իմ համար ես այդ առումով նաիվ եմ, որովհետև իմ գաղտնիքները բոլորը գրում եմ, որ տենց արխիվացնեմ իմ համար, այդ ոնց որ չգիտեմ, ոնց օրինակ մարդ որ մեծանում է, իր ջահել ժամանակը նկարներն է ցույց տալի, գլուխագովում ասում է, ինչ սիրուն եմ եղել կամ ինչ բան եմ եղել, չէ, լավ սպորտային վիճակում եմ եղել, ինձ թվում է ես նույնն եմ անում,
որ հետո հասկանամ թե ես այն ժամանակ ինչ վախեր եմ ունեցել, բայց քանի որ նաիվ եմ, դա միանգամից դնում եմ Instagram-ում, արդեն միանգամից դրա մասին կարդում, այսինքն գաղտնիք չի մնում, էլի։ Բայց չես էլ արձագանքում այդ պատասխաններին, ինչ որ եթե ինչ որ գրում են ինչ որ քննադատություն կամ դե օրինակ մարտիկան բանով է, կրոնական, քրիստոնեական թեմայով է, հետո ինչ որ տես բան ես գրում, չգիտեմ, Քրիստոսի կերպարի հետ կապված տես բան, իրանք չեն կարողանում զանազանել գրականությունը բանից, էլի, կրոնից կարելի ասել։ Իսկն իրանք դա ընդունում են որպես իրանց մասին իրենց կպնող մի բան։ Ես պատկերացնում եմ, եթե օրինակ, չգիտեմ, հայ գրողների մեջ, թեկուզ ժամանակակից, օրինակ, ասենք գրողը գրեր օրինակի համար, չի, ասենք ինքը լիներ տղամարդ, բայց գրեր, ասենք մարմնավաճառ կնոջ անունից մոտ նույն թեկուզ օրագիր կամ չգիտեմ, ուրիշ օրենտացիայի հետ կապված, ասենք ոնց գնային։ Այսինքն ամեն ինչը բան են անում, միացնում են գրողի անձի հետ։ Իսկ եթե դու տենց ես գրում, ուրեմն դու տենց ես օրինակ, եթե դու գրում ես, որ չգիտեմ, քո հայրը խաղամոլ է, կամ չգիտեմ, ես ինչա, իրանք մտածում են դու ուրեմն հաստատ քո papan խաղամոլ է, այսինքն գրականությունը կիսաբաց լուսամուտներից չի տարբերակվում, էլի Հայաստանում, իրանց մեջ բանը նույն հարթության վրա է։ Այսինքն գրող չի կարող, պրոստը լինի բան, այդ փչող մի հատ ֆանտաստիկ պատմված կա Իսահակ Բաբելի պատմվածքներից մեկն է, կոչվում է Իմ առաջին հոնորարը, որ մի տղա իր առաջին հոնորարը որոշում է գնա մարմնավաճառի մոտ ու գնում է այդ մարմնավաճառի մոտ ու իրենց այդպես ակտ տեղի չունենում, բայց այդ մարմնավաճառը սկսում է հարցեր տալ ու ինքը սկսում է ասում ես ամբողջն գերազում էի գրող դառնալ, բայց երբեք չեմ գրել ու սկսում ես աղջկան ինչ-որ ասես տրագիկ բաներ պատմել, որ իրան, չգիտեմ, իրան էլ են բռնաբարել, ինքն էլ այդպես ընկածել է, զբաղման ու բան, այսինքն գրողը է դա, որ ինքը կարա ուղակի բան անի, փչան լինի, էլի կարելի ասել։ Ինքը կարա հորինի, ինքը երազող է, ինքը կարա սուտ խոսա։ Այդ որ ասենք մարդիկ մտածում են, որ գրականությունը պիտի լինի խոստովանանք։ Ինքը պիտի լինի հակախոստովանանք։ Մարդը պետք է չհասկանա թե որտեղ է իրականությունը, որտեղ հորինածը։ Ու դա է հենց գրականություն դառնում։ Դա համար ես օրինակ ինչու չեմ սիրում մեծ մասամբ գյուղագրությունը կամ նմանատիպ գրականություն, որովհետև դա ոնց որ ավելի շատ քրոնիկա լինի։ Այսինքն ոնց որ դոկումենտալ կինո լինի, էլի։ Բայց դե դոկումենտալ կինոյի մեջ կա չէ գեղարվեստականություն, որը ստանում են մոնտաժի միջոցով։ Իսկն դու կարաս մի բան, օրինակ, չգիտեմ, իմ Սելինեն միշտ ասում էր, ես համեստ քրոնիկյոր եմ, տենց էր ասում ոչ մի բան չեմ հորինում, սա քրոնիկա է, բայց հետո որ կարդում ես իր կենսագիների գործերը իր մասին, ասում են դեստեղ ինքը այդպես բան չի եղել, այստեղ խառնում է փողոցները, լրիվ տեղերը, եթե այնտեղ ասում է $10,000 են գողացել, ուրեմն ֆրանկ են գողացել, ուրեմն իրականում այնտեղ 2 են գողացել, այսինքն ինքը հորինող է, ու դա է գրականությունը։ Գրականությունը բան չի, էլի, գալ եւ ամեն ինչ չոքել եւ պատմել դա չի, էլի, հակառակը, ինչքան սուտ այնքան գրականություն։ Իսկ դու շատ կերպարներ ունես։ Ահագին։ Հեշտ ես փոխում իրանց։ Ես քանի որ հորոսկոպիներին սկսել եմ հավատալ, ես հորոսկոպով եկվորյակ եմ, ահագին շուտ լինում է փոխելի մոտ։ Բայց այնքան ես փոխում, արդեն դու ինքդ վերջում չես հասկանում, թե դու որն ես։ Որակ մարդիկ կան, չէ՞, տենց ասում են, այնքան դիմակներ իր դեմքն է կորցել, բայց միշտ մարդիկ այնց ողբերգությամբ են նայում իրաց դեմքը կորցնելու գաղափարին, նստապահորությունով ոնց որ իրաց դեմքը շատ կարևոր մի կենտրոն է։ Ես իմ դեմքին երբեք տենց լուրջ չեմ վերաբերվել, էլի, դե համար կարամ հանգիստ եւ կորցնեմ եւ վերագտնեմ, նորմալ է։ Այդ լուրջ չվերաբերվելը ավելի շատ ինքնավստահությունից է, թե դրա չլինելուց։ Կարա լինի ինքնապաշտպանություն, կարա լինի պրոստը դու դրան իրոք լուրջ ես վերաբերվում, էլի։ Առասարակ մարդը ինքը իրեն որ շատ լուրջ է վերաբերում, շատ ծիծաղելի կերպար է, էլի, դենց դառնում։ Մարդիկ կան տենց իրենց կարդացած գրքերին, իրենց բանի։ Ես օրինակ ինձ մի անգամ գրախանութում մի աղջիկ կար, որ այդպես աշխատում էր, ասես դու օրինակ չես նեղվում, որ քո սիրած հեղինակներին տենց քո փախած բան, տենց հեշտությամբ խորհուրդ ես տալի։ Ես երբեք տենց ագահ չեմ եղել այդ առումով, էլի, այսինքն ես մեկը գիտեմ, որ եթե դու համապատասխան չես այդ գրողին, դու մեկը կարդալու ես երկու էջից դու գցես մի կողմ, այսինքն ինքն է մեկը որոշելու
դու իրան կարդալու ես, թե չես կարդալու, այսինքն վերջին հաշվով ընթերցողները գիրքն է որոշում, էլի, ընտրում իր ընթերցողին։ Դու կարաս վերցնես մի գրողին, որը մեկի համար հանճար եղա, երկու էջ կարդաս գաս ձանձրալի է կամ քոնը չի կամ вообще հետաքրքիր չի քեզ ու դե համար այդ առումով ես ոչ լուրջ վերաբերվում եմ ինձ ոչ առավել եւս ուրիշներին էլի։ Բայց ինքնավստահ ես քեզ համարում։ Ինչ որ բաներում երևի հա։ Ինչ որ բաներում հա։ Իսկ կոմպլեքսները հեշտ ես հաղթահարել կամ դեռ հաղթահարում։ Քանի որ ես Ավանում եմ ծնվել, իսկ այնտեղ արդեն այն երբ որ ես ծնվել եմ, ես 90 թվականին եմ ծնվել, 97-ին գնացել եմ դպրոց, այդ լրիվ այդ post-սովետական այդ չգիտեմ, քյարթուների աշխարհը բաման, դե այդ քո մեջ մնում է, մինչև այսինքն երկար ժամանակ պետք է անցնի մեկը որ դա հաղթահարես էլի։ Դե ինչ որ բաներ կա, պետք է հասկանաս, որ դա արդեն ամոթ է, որ չես հաղթահարել։ Բաներ կա, որ իրականում մարդուն պետք է թույլ տանք լինի ինքը ոնց ուզում է, որտեվ եթե մարդը սադոմազոխիստ է, իրան դուր է գալի դա, թող ինքը ապրի իր տանջանքների եւ չարչարանքների մեջ, որտեվ դա իրան վերջին հաշվով հաճույք է պատճառում։ Դե համար հաղթահարելն էլ էս չի, որ կարող հաղթահարես ու կյանքը դառնա անհետաքրիր։ Դա համար երբեմն պետք է չհաղթահարես, պրոստը մնաս այդ քո բանի մեջ, էլի։ Տարածքում Մարկիզ դե Սադի աշխարհում էլի մնաս, հա, ու այդ տարածքում ստեղծագործես, ապրես։ Էդ էլ է, այսինքն մարդուց, գիտեք, այնց հետաքրքիր է, որ մարդուց անընդհատ ինչ որ բան են պահանջում, իսկ մարդը իրականում այդքան լուրջ այտենց բան չի, էլի, որ անընդհատ սպասենք, որ ինքը պիտի լինի այդ Նիցշեի բանը, էլի, գերմարդ պիտի լինի, չէ։ Դի մարդուն թույլ տանք, որ ինքը Բեքետը մի հատ գործ ունի, կոչվում հանճարեղ վերնագիր է, կոչվում Прав всех падающих, բոլոր ընկնողների մասին։ Ես ընկնողներին շատ սիրում եմ, ինձ ավելի դուր են գալի, քան այն մարդիկ, ովքեր տենց ռոբոտի պես, ստոլբի պես քայլում են ու կարելի ասել տենց ոչ մի իբր խոցելի տեղեր չունեն։ Ինձ այդ ընկնողներն են ինձ հոգի հարազատել, որտեվ ես էլ եմ իրանցից մեկը։ Ընկնողներից մեկը։ Հա, ոնց։ Առաջատարներից եմ։ Ընկնող ավանգարդիստ եմ ես։ Չէր ուզի, չէ՞ ուրիշ ձև լինեիր։ Երբեք։ Ընկնողը բառ ավելի լավ է օգտագործենք սայթակող բառը։ Ես տենց սայթակողների մեջ առաջիններից եմ։ Միշտ էլ ուզեցել եմ եղել, որ լինեմ, որտեվ ինչ պետք է կորցնես։ Մեկը մի օր պետք է ամեն ինչ կորցնես, դրա համար մի քիչ շուտ, մի քիչ ուշ։ Էլի էդի մարդկանց է վերաբերում, ովքեր իրենց շատ լուրջ են վերաբերում իրենց անձին։ Ուզում են, օրինակ մարդը միշտ մեջ կտուղիղ բայի, բան հպարտ եղի, բան գլուխդ բարձր, հա, բան տենց խրոխտ բան, էլի տենց ինչ որ սուտ կատեգորիաներ են, չէ՞, ես ուրախ եմ, որ սայթակող եմ։ Արամ, քո մասին երևի իմ կարդացած գոնե լսած ամենաշատ մեղադրանքներից են էր, որ դու սենց շատ ոչ հայտնի համարյա թե գրողների անուններ ես տալիս, բայց ավետի գրականությունն էր, ասում որ լավն էր։ Ես չգիտեմ քեզի վերջո հարցրին ուղիղ թե տենց տակերում խոսակցություններ մնաց, բայց ինձ ուտ հետաքրքիր է քեզ իրոք որպես գրականություն խոսքը ընկերության մասին չի, քեզ ինչքանով է դուր գալիս։ Որպես պոեզիա։ Նայ, ես միշտ նայում եմ մարդու գրականությունը այն ժանրի ու այն աշխարհի մեջ, որ ժանրի ու աշխարհի համար ինքը ստեղծագործում է։ Իմանալով ավետին շատ լավ, ու բացի այն որ ինքը իմ շատ ընկեր, ինքը այդ որ ասում եմ, ասացի սայթակողների մեջ առաջինն է, ավոն ունենալով անուն հայտնիության, այսինքն ինքը հենց առաջինն է իրան դնում այդ նույն, որ ասացի սայթակողների մեջ ու երբեք իր անձի շուրջ մեծ բաներ, այսինքն այն մարդիկ ովքեր, չգիտեմ, հումորի զգացում չունեն կամ вообще աչք չունեն, իրանք դրա մեջ տեսնում են ինչ որ ինքը խոսում է, դրա մեջ տեսնում են լուրջ բաներ, բայց դրա մեջ այնքան սամաիրոնիա կա բանկա ու ավետը երբեք իրան չի էլ ասոցացնում որպես կոնկրետ մի բան, այսինքն կոնկրետ բանաստես կամ կոնկրետ շոումեն կամ կոնկրետ ես իրան վերաբերում եմ ավետին ես ավելի շատ վերաբերում եմ գրականության մեջ կան տես երևույթներ մարդիկ ովքեր տես կոնկրետ գրողներ են
Մարդիկ ովքեր երևույթներ են։ Իսկ ինքդ մարդ այդ երևույթը կա։ Դուք օրինակ այս վերջերս մենք խոսում ենք իմ ընկերների հետ Արտուր Ադամովի մասին, որ Աբսուրդ թատրոնի հիմնադիրն է Ադամովը։ Հայ է եղել նաև այդ մարդը։ Որը շատ կարևոր է հայրենասերների համար։ Իրանից հետո եկան Բեքեթ, Յոնեսկոն, որոնք այդ ժանրի մեջ դարձան ավելի հայտնի ու իրոք ավելի լավ։ Բայց դա չի հերքում են փաստը, որ Արտուր Ադամովը երևույթ է։ Ավետը ինքը իր թե գրականությունով կլինի, որոնք կանան մարդիկ կանան համարեն դա գրականություն չի, իր շոու, որպես հաղորդավար կանան համարեն, որ ինքը շատ ճիշտ հաղորդավար չի, չնայած ինքը լավ պրոֆեսիոնալ հաղորդավար է, այսինքն չէ, հենց գրականություն ինքը կա ու այդ փաստը արդեն բանա ծիծաղելի է քննարկել, այսինքն այստեղ խոսքը գնում է երևույթի մասին, ինքը ամենալավը իր ինտերվյուի ժամանակ կակրաս ձեր հաղորդման վերնագրի հետ համահունչ է, որ իրեն ասացին դուք ես համարում ես գրող, ասաց առաջերտին ես գրող չեմ, ես գրողու ցավ եմ, բան էլի, ինքը իրան տենց ասացնում։ Իսկ այն մարդիկ ովքեր իրան ուզում են դնեն, նայեք, խնդիրը ստեղ է նա թե ով է իրան ուզում, կոնկրետ իրան կլինի, ինձ կլինի, ձեզ կլինի, ուզում դնի իր ռամկեքի մեջ։ Դու կարաս դնես քո ռամկեքի մեջ ու փորձես տեղավորես, պրոստը քո ռամկեքը կարող է շատ փոքր լինել ու դու տարակես։ Ու մեծ մասամբ հենց տենց էլ լինում է։ Եթե դու երևույթ ես վերցնում, ուզում ես դնես քո պատկերացումների մեջ, դու տրակում ես, որովհետև երևույթը ինքը вообще չի համապատասխանում ոչ մի բանին, ֆորմուլировкին չի համ, ոչ մի թեորեմի մեջ չի տեղավորվում։ Իսկ դու այտենց նույն հավանականությամբ, չգիտեմ, օրինակի համար գանք փիլիսոփայության թեման, ասենք Նիչեին լուրջ փիլիսոփայությունը չի ընկալում որպես փիլիսոփա, ասում է դա ինքը բանասեր է։ Բայց դա պատմություն ստես որ դա փիլիսոփա է։ Կան գրողներ, որոնք կարդաս դնես այդ, չգիտեմ, յամբերի, չափերի մեջ կարող ասես դա ինչ է։ Օրինակ կան, չէ, օրինակ կլասիկ, չգիտեմ, ասենք Պարուսևա կամ Համոսայան կամ Շիրա սիրողները, եթե կարդան օրինակ Էզրա Փաունդ կամ Քամինգս կարդան կամ չգիտեմ, նույն Բրոտիգանին կարդան, իրենք կարան համարեն, որ դա նույն ել չեմ խոսում Բուկովսկու մասին, կարան համարեն, որ դա պոեզիա չի։ Okay։ Շարունակենք համարել, որ դա պոեզիա չի։ Բայց այն փաստը, որ այդ մարդը կա ու գրել է, ու իրան կարդում են, ու իրան սիրում են, ու իրան չեն սիրում, որ էլի լինելու ամենակարևոր նախապայմանն է։ Вообще լինելու ամենակարևոր նախապայմանը իմ կարծիքով չսիրելն է, էլի։ Դու հարմար չես։ Այդ առումով ես ավետին միշտ նայել եմ երևույթի մեջ որպես էլի։ Այսինքն կախված է թե ինչի համար է նայել էլի արվում։ Ինքը պրոստը կա ու այդ փաստը արդեն ծննդականով էլ է հաստատված, որ ինքը կա։ Ես իրան տեսել եմ։ Արամ մի մշտական հարց ունենք բոլոր գրողներին։ Գիտեմ որ դու ես շատ ընկերական հարաբերություններ։ Չէ, ես գրականության ու ինձ հետաքրքիր է նաև ինչի հարցի, որովհետև ինչ որ sense տակերում խոսակցություններ, ես սիրում եմ ուղիղ խոսել էլի դրա մասին։ Նկուղների խոսակցությունը շատ հետաքրքիր է։ Մշտական մի հատ հարց ունենք, որ գրողի հայ ժամանակակից, բայց որ գրողի գիրքը կուզեիր դու գրած լինեիր։ Հենց Ֆերեշեցյանի գրահավաքը։ Ես եթե ընտրելու լինեմ, երևի հենց այդ կընտրեմ էլի ժամանակակիցներից։ Вообще իա գրականությունը խոր կտամ կարդալ, որտեղ ինքը շատ այտենց բան է էլի, գրականությանը մոտ գրականություն է էլի։ Այդ ինձ հոգի արազատ է։ Լավ, ու 3 հարց քեզ, ուղղակի այտենց բլից հարցում կարելի ասել, արագ պատասխանես։ Եթե չլիներ գրականությունը, դու կլինեիր երաժիշտ, բժիշկ թե խոհարար։ Եվ բժիշկ եթե 3-ից պիտի ընտրեմ։ Ես երաժիշտ էի մտածում կասես։ Չէ, իմ սիրած գրողները Սելին եմ ասա բժիշկ են, ավելա ես բժիշկ լինեմ։ Եթե քեզ առաջարկեն 3 ճանապարհ, ապրել լրիվ անհայտ, բայց խաղաղ կյանք, լինել հայտնի, բայց շատ քննադատության մեջ ու թողնել ամեն ինչ ու գնալ լրիվ ուրիշ երկրում ապրելու։ Ինձ թվում է երրորդը։ Դա ռեմբոյական կլինի էլի համել, ռոմանտիկ կլինի։ Ռեմբոն դա տենց արեց, չէ, գնաց Աֆրիկա, սկսեց ասում են մարթել էր վաճառում, սուրճ, ունտեղ զենք, ես կընտրեի սուրճ այդ երեքից։ Չես դավաճանի երբեք քեզ գրականությանը, թե սիրած մարդուն։ Ամենաշատը սիրած մարդուն կդավաճանեմ, գիտեմ։ Մնացած երկուսը բարդ է։ Իմ մոտ ինձ թվում է իրանք շատ հավասար նշանի տակ են կանգնած, որովհետև առանց մեկը մյուսի բան չկա, տակը բան չկա։
այդ որ գիչեմ գրականությունը որ հանամ եսիցս բան չի մնա ցավոք սրտի տենց է ստացվել իմ կյանքը եւ հակառակը դա իմ գրականությունից հանամ իմ եսը դիտակը կմնան բառեր էլի որը բոլորը ունեն Լավ, ու գրողի ծոցիցը հետաքրքիր էր, տարօրինակ էր, թե անկապ էր։ Ես մտածում եմ, որ հետաքրքիր չի լինի, անկեղծ եմ ասում, բայց քանի որ դու նայել էի նորայրի հետ հաղորդմանը, իսկ դու զգում ես, որ գրողի հետ ինչ պիտի խոսես։ Այդ առումով ես քեզանից շնորհակալ եմ ու իրոք հետաքրքիր ստացվեց։ Ամենադեպս ես հանգիստ էի ու զգացի, որ ահագին բացվեցի չափից դուրս։ Շնորհակալություն, որ եկար ու խոսեցինք։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ինչպես միշտ առաջարկում եմ կարդալ ամեն դեպքում գրականություն ու հատկապես հայ ժամանակակից գրականություն եւ ինքներդ որոշեք, որ գրողին եք սիրում կամ չեք սիրում։ Շնորհակալություն։